Պարոն Թումանյան, դուք ենթադրում եք, որ շահական վաստական տվյալների կուզենական դրական Ես չէի արգելվում կյանքից ասած, նաև եթե այստեղ նստած չեղնեի, ձեր կենսագրական տվյալներից մեկի բանկը հրապարակեի, բայց ես չտուր չեմ, որ առանձին հանդիպել, երկու բաներ ես ասեմ, բայց արդեն շարքետս ավարտելուց հետ, հաշվառելով նաև մի մասով դուք լողեցի եք։ Սկսեմ որևէ մեկից ազդեցություն ունենալու հանգամանքը կամ որևէ մեկի վրա ազդեցություն ունենալու հանգամանքը։ Դալուճում կան մարդիկ նստած, որոնք շատ լավ են ճանաչում։ Իսկ թվում է դուք էլ պետք է հետաքրքրեք շատ լավ ճանաչեք։ Ես որևէ մեկի կողմից երբևէ ազդեցության տակ չեմ։ Երբեք։ Այդ թվում է հիմա։ Նորից եմ գտնում, որ 20 տարվա մեջ մասնակցել են հազարավոր դատականիստերի ցավոք մեկի արել չեն մասնակցել որևէ մեկի որևէ բար վիրավորական կամ ակնարկով վիրավորական չեմ միաժամանակ 20 տարվա մեջ այդ նույն դատավորների կողմից կայացված բազմաթիվ դատականներով ունեցել են միեջուկ հաղթանակներ, որով արձանագրվել է այս կամ այն կերպ, կոպիտ, անզգուշ, ոչ դիտավորյալ կամ դիտավորյալ խախտումներ, որի ժամանակ աշխատել եք մեր դուք։ Ինչ վերաբերում է որևէ տեսանյութին պարոն Անդրեասյանի կողմից հրապարակելու եւ այլն, ես ուզում եմ դες հիշեցնեմ, ես երբեմն եկել բարձրագույն դատական խորհուրդ։ Ես այդ ֆիլմերի ստեղծման ժամանակ բարձրագույն դատական խորհրդում չեմ եղել։ Որևէ ձևով չեմ մասնակցել, որևէ ձևով առնչություն չեմ ունեցել ֆիլմերի ստեղծման։ Իմ գնահատականը ֆիլմերի վերաբերյալ դրական կամ բացական չեմ արտահայտել։ Հրապարակը։ Եթե որևէ որոշման մեջ հանրային շահով պայմանավորված որոշում է եղել ֆիլմերի անաչափության եւ վերաբերյալ, դրանք իրավական գնահատականներ են։ Մյուս որը որ դուք ասում եք կայացվել է սահմանադրական դատարանի կողմից ակտ, որով դրանով պայմանով ես կազմում գտնվելով կայացրել եմ այլ որոշում, նորից եմ կրկնում, որ դուք երկար տարիներով աշխատելով դատավոր ունեցել եք բազմաթիվ ակտեր, որով բեկամներ են, բայց որևէ մեկը ձեզ չի եկել ասել դուք ինչ բան ասել, չեմ ուզում ձեզ բառն ասել։ Չեմ ուզում, չէ, ես իսկ թվում եմ ավելի բարձր, որ ձեզ ինձ թույլ տանեմ բան ասել։ Հաջորդ, ինչ վերաբերում է կրթության։ Ուրեմն, պարոն Հարությունյան, լավ ուսումնասիրեք։ Ներողություն, ինչ բառ մասնախոսքը, ձեզ ուղղված որևէ արտահայտություն չի հնչել։ Ժամանակ ասելը, բայց ձեզ ուղղված որևէ արտահայտություն չի հնչել, այլապես դրա պատասխանը այլ։ Մյուս ես չեմ ընդդեմ դեր գիտնական։ Ես գիտնական դեր չեմ, շուտով եթե հնարավորություն ունենամ կպաշտպանեմ իսկ գիտական հոդվածների վերաբերյալ նաև կարող ենք ինչ-որ բան քննարկել, եթե դուք ցանկություն ունեք գիտական որևէ ուղղվածություն ինչ-որ բան ասելու հանրությանը, ես էլ սիրով կմասնակցեմ գիտական որևէ քննարկում։ Ես նաև այդ հարցն անգամ քննարկում վերաբերում կալությամբ հեղինակությունը, հեղինակավոր լինելու հանգամանքը, թե հեղինակավոր չլինելու հանգամանքը, հայտնի իրավական հեղինակավոր։ Իմ հայտնի եւ հեղինակավոր լինելը ազգային ժողովն արդեն գնահատականը տվել է։ Իմ գոլեգաներն են հայտնիության ու հեղինակության վերաբերյալ գնահատականը երբևէ իրենց զրույցներում կամ հանրային խոսքում տվել։ Իմ հայտնի լինելու հանգամանքը պայմանավորված է բազմաթիվ գործերով եւ փաստաբաններով։ Հեղինակություն լինելու պայմաններում իրավական գիտելիքները ձևակերպված են նաև կանգառներում, որը ներկայացել է եվրոպական դատարան եւ այն ժամանակվա դատարանի կողմից կայացված որոշումներով պայմանավորված կամ ակտերով պայմանավորված ունեցած բազմաթիվ թվարկված երևի քննարկումով, բազմաթիվ որոշման ակտերով եվրոպական դատարանի կողմից կայացված, որոնց հիման վրա նաև որոշումներ եք կայացրել նաև դուք։ Որը դատարանում։ Նաև վիճապետ դատարանում ստեղծված բազմաթիվ նախադեպերով, որը
վարչապետ դատարանը կայացնում էր, այնուհետև դառնում էր ուղեմիշ, ձեր համանուն պետական, սրանով էր պայմանավորված։ Կրթությամբ պայմանավորված։ Ես իմ կրթությունը ստացել եմ, որը հրապարակային է, լավ ուսումնասիրեք, տեսնենք ամսաթվերի տարբերությունը, նաև դրանից հետո ինչպես գիտեք, դրսում եմ սովորել, հիմա նորից սովորում հայցոթեմ և փորձում եմ գիտական աշխարհ ստանալ և հոդվածներ եմ գրում գիտական և այլն։ Դրանով բանալ, որպեսզի լրագրողների համար ամբողջությամբ պատկեր։ Ասեմ, որ կրթությունից հետո փաստաբան եմ աշխատել, որը իրավաբանական կրթություն է պահանջում և դեռևս չեմ լսել 20 տարվա մեջ որևէ դատավոր, որ երբևէ հրապարակային կամ ձեր դիրքորոշում արտահայտի գրագիտության վերաբերյալ մանավանդ իրավունք։ Ինչ վերաբերում է ռուսերենի հետ կապված հարգելի պայմանավորության, դեռ նվազագույն չափանիշ, որովհետև այդ չափանիշը դեռ նշվում է այդ նվազագույնը, եւ այդ նվազագույնն ազգային ժողովի կողմից պահանջվել, եթե լեհերեն պահանջվել, լեհերենի քննություն տայի, այդ լեհերենի, բայց եթե մի հատ է ուզում ռուսերենի քննության պայմաններում հաշվի չէր առնում դիպլոմը, հաշվեր էր առնում, որ նոր քննություն տրվեր եւ այդ նոր քննության պայմաններում նվազագույն ստանդարտ է նշվում, ոչ թե առավելագույն ռուսերենի իմացություն չի պահանջվել, որ քննություն որևէ մեկ տա, այդ թվում ես տանեմ ներկայացնեմ, որ ես ռուսերենի բացարձակ գիտակ եմ կամ անգլերենի բացարձակ գիտակ եմ կամ որևէ լեզու, այնպես որ ես մի բան եմ խնդրեմ նորից ես հասկանում եմ, որ դուք ամեն ձև ուզում եք դեր իրավունքներն իրացնեք եւ բայց դուք դատավոր եք փորձեք մի քիչ հարգանք ունենալ նաեւ Ատյանի նկատմամբ, որ դուք ունեցեք դրանով ինձ չեք ինձ որևէ բան ես կմոռանամ բայց ասենք այնքանով չի ընդունելի, որ լրագրողների մոտից հիմա որ մենք դուրս գանք ես այլևս դատավոր բարձրագույն դատական փոխություն չունեմ փաստաբան ունեմ դուք լինեք որևէ դատարանում, ես որ դրա մի տոկոսը ձեզ վիրավոր եմ, կարող է դուք կյանքումից բարել չկա։ Այնպես որ որդորում եմ, խնդրում եմ, մնալ ձեր սահմանում և բացի այդ ձեր մասին այդ կարծիքը չունեմ, էլի, որպես մարդու, որ ձեզ թույլ տա նման բան։ Հավատացում, երբևէ որևէ մեկի ազդեցության տակ չեմ եղել, սահմանադրական դատարանի որոշման կազմակերպված է, այդպես եմ գտել, որ հնարավոր է, որ այդպիսի լուծում լինի, եւ եթե ուզում եք բացեք, տեսնեք, ես Անդրասյանի ազդեցության տակ եղել եմ, թե չէ, կարող եք տեսնել, քանի նիստ եմ մասնակցել, քանի հատուկ կարծիք եմ հայտնել, այդ դեպքում։ Կարող է ձեզ դուր չկա հատուկ կարծիքները, բայց ես այդպես եմ մտածել այդ հատուկ կարծիքների մասին եւ տարբերվել եմ մյուս անդամներից իմ կարծիքով։ Կարող է դա ընդունելի չի, կարող է ճիշտ չի, կարող է լավը չի, բայց ես այդպես եմ մտածել։ Մեկ էլ մի բան։ Իմ 20 տարվա աշխատանքի ընթացքում դատական իշխանությամբ տվյալ պայմանավորված, իրավիճակով պայմանավորված, երբևէ որևէ դատավորի նկատմամբ հրապարակային կամ ոչ հրապարակային կամ նիստերի դահլիճում կամ լրագրողների ներկայությամբ որևէ դատավորի նկատմամբ անհարգալից նույնիսկ տոնով չեն խոսած։ Ինչի համար, դե ոչ թե տվյալ անձինը միայն հարգել, այլ դատական իշխանության։ Դատական իշխանությանը, որովհետև ես մտածել եմ, որ ես ճիշտ գործ եմ անում դատական իշխանության ներկայությամբ իմ փաստարկները ներկայացնել։ Խնդրում եմ, պահանջում եմ, որ դուք եք շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն բովանդակալից ներկայացնելու պատասխանը, ասելիք ունենք, շնորհակալություն։ Հարգելի խորհուրդ, եթե ճիշտ հասկացանք կողմի ներկայացումից, դատավորի անկողմնակալությունը հասկացի տակ է դրվում բարձրագույն դատական խորհրդում նախկինում, գործիքնությանը մասնակցելու հանգամանքով եւ նաեւ այն հանգամանքով պայմանավորված, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո այդ որոշումը բարձրագույն դատական խորհրդի վերածվել է։ Ուզում եմ այստեղ նշել, որ խորհուրդը գիտենք, որ իրականացնում է որոշման վերանայում այս նիստով եւ այլ արձան չկա այդ վերանայումը իրականացնելու եւ միջնորդությունը քննարկելու եւ նաեւ այս հարցին խորհուրդը արիք է ունեցել որոշակիորեն անդրադառնալու իր նախկին որոշումներից մեկում նոյեմբերի 11-ի
որոշմամբ նշելով, որ գործող օրենսդրական կարգավորների շրջանակներում խորհուրդ է հանդիսանալով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իր որոշումները այդ նոր հանգամանքի հիմքով վերանայելու բացառիկ լիազորություն ունեցող միակ սահմանադրական մարմին իրականացնում է որոշման վերանայում, իսկ խորհրդի անդամի կողմից այդ որոշման կայացմանը կողմ լինելու հիմքով հայտնած բացառքի միջնորդությունը չի բխում խորհրդի իր կողմից կայացած դատական ակտերը վերանայելու սահմանադրական օրենքի մակարդակում ամրագրում ստացած լիազորության էությունից, հակառակ բառերով, ինչպես նշել է խորհուրդը, օրենսդրության նման մեկնաբանումը ինքնին կարող է արգելք հանդիսանալ վերանայման գործընթացը իրականացնելու առումով։ Նշվեց նաև ԲԴԽ նախկին բազմի շրջանակներում որոշակի հնարավոր ազդեցությունների մասին, կրկին ուզում եմ շեշտել, որ որոշումը նախկին վերացված է, իրականացնում է նոր քննություն եւ կարծում ենք, որ այս նիստի շրջանակներում հարցերը պետք է քննարկել նոր քննության համատեքստում, հաշվի առնելով այն համատեքստը երևույթների եւ իրադարձությունների, որոնց կատարման ժամանակաշրջանի հետ համընկել է այս գործով նախկին որոշման կայացումը եւ վերջում նշեմ, որ կասկածի տակ է դրվում կամ գնահատական է դրվում ազգային ժողովի կողմից դատավորի վարչապետարանի դատական խորհրդի ընտրությանը, կողմ դնելով չհիմնավորվածությունը մեր կարծիքով այդ կասկածի ամեն դեպքում մենք կարծում եմ չենք կարող օրենսդիր մարմնի որոշման օրինականությունը քննարկել, բայց այնուամենայնիվ չենք տեսնում կապը նաև այդ որոշման եւ բացառքի միջև ու դրա հիմքերի առկայությունը, չենք տեսնում կապը նաև կրթության եւ նաև կողմի ներկայացրած իր կարծիքով բացառքի հիմք հանդիսացող այլ հանգամանքների եւ բացառքի հիմքերի առկայության միջև որոշակի կապը, ըստ այդմ խնդրում ենք խորհրդին միջնորդությունը անհուն լինելու հիմքով շրջանակել։ Շնորհակալություն։ Պարոն Հարությունյան, պարոն Թումանյանը ամբողջական ձեր կողմից ներկայացված փաստարկների վերաբերյալ շատ մանրամասն խոսեց եւ հենց այդ խոսելու իրավունքը եւ ամբողջ կոմպետենտությունը հենց պարոն Թումանյանին էր, եւ խոսքը փոխանցվեց, որպեսզի բոլոր հարցերի պատասխաններն ըստ էության ձեզ տրվեն նաեւ խորհրդին, չնայած խորհրդակցական սենյակում մենք կունենանք քննարկում մանրամասն ըստ անհրաժեշտության։ Հիմա փորձենք ամփոփել, ես չեմ էլ հարցնում արդյոք ձեզ մոտ որոշակի մտահոգություններ փարատվեցին, չփարատվեցին, որովհետև անձնական տվյալները ուսումնասիրելով որոշակի ձեր սուբյեկտիվ որոշակի եզրահանգումներ եք ունեցել, բայց այդ ամեն ինչը ես ևս մեկ անգամ նշում եմ, որ պետք է ներկայացնել կոմպետենտության շրջանակում պարոն Հարությունյան, եթե բարձր մենք ավելի մանրամասն կբացատրեմ, հիմա փորձեք ամփոփել երկու բառով բացառքի հիմքը ինչքանով որ հասկացանք, բացառքի հիմքը ազդեցության տակ լինելն անաչափ չի կարող լինել, պարոն Թումանյան, ամենայն դեպս ձեզ ազդեցության տակ լինել նախորդ խորհրդի նախորդ նախագահի կողմից, ճիշտ եմ այսքան մասում։ Դե որ ասում եմ այսքան մասը ուրեմն նաև էլ կարելի, չէ՞։ Ոնց որ թե տենց է եւ որոշակի կենսագրական տվյալները ձեզ հիմք են տալիս բարձր դատարանի հարց քննարկման ավարտը դարձնել, սա էլ ընդհանուր։ Կարող եք անգամ այո կամ ոչը։ Ես այդպես չեմ կարող պատասխանել, որովհետև այդպես չի։ Ինչ այդպես չի։ Այդպես չի, դե հարցը ինքնին սխալ մեջբերում է պարունակում, կամ սխալ դատողություն է պարունակում իմ խոսքերից։ Դրանով թույլ չի կարող սխալ դատողություն լինել, դրա համար բացաբանում են, որպեսզի հասկանան։ Ճիշտ է։ Չէ, իհարկե սխալ ոչ ասում եք դեպքում սխալ կլինի։ Հա, այդ ուրիշ։ Ես ուղղակի չեմ ուզում ծավալում, այդ փաստաթղթերը գործի նյութերում կա։ Թե
բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամները ինչ չափանիշներ պետք է ընդունեն։ Ինչ ընթացակարգով պետք է անցնեն։ Արժանքային, մրցակցային, ֆասի զեկույցները, գրեկոյի զեկույցները, այդ բոլորը կա, ես չեմ ուզում դրա ծավալել այս լիստը, ինչ-որ խոսք այնտեղ է բացառապես այդպես, որ այդ տեխնիկները պետք է լինեն արժանքային, համապատասխան բարձրագույն մյուսը։ Եվ թե ձեր կողմից, թե պահանջների կողմից, ակնարկես թե ոչ կողորդ են, կամ վիրավորում են, նման բան ես հավաստում չկա։ Եթե այդպես է եղել է, պահանջում են, ներողություն եմ խնդրում, եթե տեսակարություն եք ստացել։ Ես խոսքս բացառում իշխանության մասին է, ոչ պատշաճ դատավորների հիմքով։ Փաստարկները ասեցի, եթե փաստարկները վիրավորական են, ես չեմ դրա մեղավորել։ Եթե բանն եք ինձ ասել, կարող եք ստեղ ասել, Մենք ձեզ հաստացանք հիմա այդ մասով շարունակենք հաջորդ որն է, մյուսը։ Ոչ պատշաճ դատավոր լինելու հիմքով։ Իսկ այդ ազդեցության տակ գտնվելու մասը հանեցինք, թե այդ ընդհանուրի մեջ։ Նաև այն։ Այսինքն այդ երկու։ Նաև ես նշում եմ, միջնորդները չեն ներկայացնել, մասին ընդհանրապես չեն հետաքրքրել։ Եթե պարոն Թումանյան իրեն փաստաբան։ Շարունակել իրականորեն։ Հիմա եթե կամ պայմանական որևէ բանով չեն կարողանում։ Ասացիք բարձած։ Որ վերջին ԲՏԽ անդամ է։ Բարձա։ Դատավորների Բարձա, ճանաչումը։ Բարձա։ Լավ եք նստել, շնորհակալություն։ Այսօր խորհրդարանը խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու